Արդյոք Փաշինյանի աղմկահարույց բաժանությունը նախընտրական շոու էր։ Փաշինյանը ընտանիքը եւ ունեցվածքը երկրից դուրս հանելու նպատակ ուներ։ Աննա Հակոբյանը լքում է խորտակվող նավը, թե անտանելի էր դարձել նույնիսկ սեփական կնոջ համար։ Ես գտնում եմ աղջիկն էլ ասեց։ Իր աղջիկը հենց ինքը ասեց, որ էսի խաղեր է։ Այդ բաժանումներ, որովհետեւ տես, եթե ասենք Անան գումար չուներ, ոնց էր միլիոներ ծախսում։ Չունի, չէ, այդ մարդը ասում է, ոնց էր ասած քասիբ է ինքը, աղքատ։ Դա բաժանվեց, որ ունեցվածքը օր առաջ տանի Հայաստանից։ Հա, որ ինչը կարան փախցնեն, որ հետո ասենք ոնց որ ինքն ամեն գնում սրա նրա հետևից, Սամվել Կարապետյանին ինչի համար էր կալանավորում, որովհետև ինքը համոզված էր, որ ինքը ոչ մի բան է Սամվել Կարապետյանի հանդեպ, դրա համար էլ փակում է, այն Լեննականի քարտուղարին, հենց էր փակում, ով իր հասցեին մի բան խոսում է, փակում է ու վերջ, ես անձամբ իմ ականջներով լսել եմ, որ այդ ձեր ղեկավարը, ես չունեմ ղեկավար, դա նախորդ ասեմ, այդ ղեկավարի բանը, ոնց կարելի է այդ ձեր մարդին համարես ղեկավար ու ասես հա, կամ ասում է, եթե ժողովուրդը գտնում է ես մեղավոր եմ, ուրեմն ժողովուրդն է մեղավոր, քանի որ ժողովուրդն է ինձ ընտրել։ Բայց բաժանվեցին։ Ես չեմ կարող պատասխանեմ այդ հարցին։ Չէ կարող բաժանվել է։ Չէ։ Բայց իրա կնիկը Անան, լավ էլի, էդ էլ հա իրաց բանով, հիմա գնացել են, հիմա բաժանում են, ժողովրդին խապեն, ինչ անեն, ոնց անեն, ես ինչ գիտեմ այմա։ Իսկ այս տարբերակով գուցե ուզում է իր ունեցվածքը երեխաներին ժամանակից շուտ դուրս հանի։ Երևի էդ էլ եմ, ես էլ եմ այդ կարդում, հա ուզում երևի ուզում է փախչի, всё, Շվեյցարիա կգնա, որտեղ կգնա, ինքը իր ավարիչ կգնա կապրի, բայց ավելի լավ է որ էս է տաշիր սամոն գալ։ Երևի սենց կեղնի, իրար հետ, էլի որու ժամանակ, որ բում չեղնի, պերևարու չեղնի, ғալմաղամ չեղնի, հետո կգնանք իրար հետ, թակավոր, թակուհի, կգնանք ապրեն։ Վայ, Ազիր ջան, էդի սուտ, իրա տղեն էլ է բաժան։ Ինքը պետական ավտո կքշե տղեն, հա, ու բաժան է, հոր հետ կապ չունի, մոր հետ կապ չունի, ունի ինքը։ Էդի սաղ սդից բաներ է տարած։ Իսկ այս տարբերակով գուցե ուզում են իրենց ունեցվածքն ու մնալ։ Այո, ճիշտ է, սա էդի ճիշտ է, որ իրանց ունեցվածքը բաժանեն, Աննա Հակոբյանը բաժանը, եթե Փաշինյանը չանցնի, գոնե իրանց ունեցվածքը պահեն։ Հիմա Աննան ստեղ Հայաստանում է։ Ո՞վ է Աննա։ Հայաստանում չէ ինքը իր գումարների հետ, իր արտերկիր, իր տները կվայել է, գումարները կվայել է։ Անմիջապես այո, որովհետև նրանք ոչ ամուսնացած էին, ոչ էլ բան, նրանց գումարները Անան վերցնում է մի կողմիա գնում մինչև ընտրվի, կարող է չընտրվի, հանգարց էդի չթակորի։ Այո, քաղաքական երանգներ կա, բայց ինձ թվում է Աննա Հակոբյանը խանգարելու էր Նիկոլին, որ ընտրական ընտրարշավին կարող են տեխնացիոն դնի։ Դուրս եկե, ամուսալուծը, որ ինքը տեխնացիոն դնի։ Էդ էլ հնարավոր չէ։ Արդեն որ ես չասեմ, ոչ դա իրաց մեջ չգիտեն։ Ամեն ինչը ժողովուրդը ինքն պատկերացումը կունենա այդ հարցում։ Ոնց է պետք է դասկում է ամեն ինչ անի։ Այսօր ներկա վիճակում ես հարցեք մարդկանց տրամադրությունը ոնց են ընտրելու, որին են ընտրելու, որին չեն ընտրելու, գոյեն գոչե չէ։ Բայց կամ ժամանակ մարդու կնի կապրան, երեխեք հաստատեցին, կրթության տվեցին, այսօր բաժանման process-ը ինչու էր կայանում։ Կարող եք ասել, դուք ասեք, ես չեմ ասի։ Հետի ձևական բան է։ Բաժանում են ձևական, Անան թողի գնա ուրիշ երկիր, եկուց ինքն էլ թողնի փախնի գնա։